Արագած գյուղում ենք, վաղ առավոտից էստեղ ենք եղել, 8:15 րոպեից ես մոտեցել եմ ընտրատեղամասի հարակից տարածքում, որ ընդամենը 52 մետր է հեռավորությունը հենց ընտրատեղամասից եւ տեսել եմ կուտակում։ Մոտեցել եմ, ասել եմ ինչ կուտակում է, հասկացել եմ, որ իրոք ընտրական ուղղորդումներ են իրականացվում, անմիջապես տեսանյութում էլ երևում է, երբ որ ես մոտենում եմ, իրենք հեռանում են։ Դրանից 45 րոպե անց նորից եմ մոտեցել, տեսել եմ նորից նույն կուտակումը, նորից տեսանյութ եմ արել, փորձել եմ զրուցել, արդեն փորձեցին հեռանալ։ Երկրորդ տեսանյութում հստակ երևում է, որ խնդրել են ոստիկանները միջամտեն կուտակումը վերացնելու համար, ոստիկանները խուսափել են։ Դրանից հետո այդ անձը եկել է ընտրատեղամասում ընտրություն է իրականացրել, ընտրության ժամանակ ասեց, որ հարազատս է եւ խուլ է, ուզում եմ ես իր փոխարեն օգնեմ եւ իր փոխարեն ընտրեմ, մենք տեղում ահազանգել ենք, արձանագրել ենք եւ արգելել ենք, ասել ենք, որ այդ մարդը կարող է ինքնուրույն իր ընտրությունը կատարել եւ իրոք այդ մարդը ինքնուրույն իր ընտրությունը կատարեց։ Րոպեներ անց 14:28 ընտրատեղամասում հայտնվեց այդ անձը, Արգիշտի Մեխակյանի ընտրելու պահին շքախմբով այնտեղ էր եւ նորից մարդկային հոսք էր իր հետ տարել եւ մարդկանց ակնհայտորեն ուղղորդել էր, տեսանյութը կա, որը արդեն հրապարակել ենք։ Դրանից հետո, երբ որ այնտեղ իր արարքը, իր հանձնարարականը ավարտին հասցրեց, նորից վերադարձավ այստեղ, նորից մոտեցավ այստեղ եւ հավաքեց իր շուրջը մոտ 17-18 անց, այդ ժամանակ էլ մոտեցա, ոստիկաններին խնդրեցին, նորից խուսափեցին եւ ասեցին, որ չեն կարող ընտրատեղամասի մուտքը առանց ծառայության թողնել, ինչպես տեսնում ենք, այս պահին էլ այստեղ որևէ ոստիկան չկա, պարզապես հստակ ուղղորդում է եւ նկատում են, ես կոնկրետ իմ ահազանգն եմ հնչեցնում, որ սա կարելի ասել հաղորդում է հանցագործության մասին, երբ որ ոստիկանները տեսնում են ակնհայտ մարդկային կուտակում, տեսնում են ուղղորդումներ, բայց չեն փորձում միջամտել։ Ոստիկանները եւս վախեցած են, քաղաքացիները եւս վախեցած են, մարդիկ գալիս են ընտրենք եւ փորձել են հնարավորինս ընտրական գործընթացը առանց խախտումների իրականացնել, բայց 8:15 րոպեից սկսած արդեն հստակ էր, որ ընտրախախտումները կան։ Տիկին Աղիկյան, ամփոփելով, այո, օրինակ մենք Էջմիածնում այլ ընտրատեղամասում ենք, այնտեղ հիմնական խնդիրը ընտրացուցակների հետ էր կապված։ Այստեղ կարծես կուտակումներ, ուղղորդումներն են հիմնական խնդիրը, հա, այս ընտրատեղամասում։ Մի քանի քաղաքացու հետ զրուցել եմ, իրենց հասցեի վրա տեսել են այլ մարդկանց գրանցում, ում իրենք չեն ճանաչում։ Իմ հորդորին, որ կարող եք դիմել համապատասխան անձնագրային բաժին կամ ոստիկանություն, բարձելու համար թե ովքեր են այդ մարդիկ եւ հետևենք, թե արդյոք այդ մարդիկ մոտենալու են ընտրատեղամաս թե ոչ, պարզապես հասկացա, որ մարդիկ փորձում են վախենում են եւ ասում են, որ շարից փորձանքից հեռու, լավ, որ գրանցել են, ուրեմն մի բան գիտեն, ոնց որ մարդկանց մոտ վախը շատ ահռելի չափի վախ կա։ Արագած գյուղի բնակիչները շատ վախեցած են այս պահին, ես արձանագրում եմ եւ կոչ եմ անում սիրելի վաղարշաբաթ խոշորացված համայնքի ընտրողներ, մի վախեցեք։ Ընտրատեղամասում եւ այդ քվյախցիկում դուք մենակ եք ձեր խղճի հետ։ Դուք պետք է քվյարկեք այնպես, որ գնալով տուն ձեր ծնողների եւ ձեր զավակների աչքերին կարողանաք հանգիստ նայել, չվախենալ, որ մի օր էլ Էջմիածինը մեր հոգևոր մայրաքաղաքը դառնալու է դժգույն ու դժբախտ։ Այնպես մի արեք, որ մենք զրկվենք մեր վաղարշաբաթ խոշորացված համայնքից եւս։ Ճիշտ ընտրություն արեք, ընտրեք ընդդիմադիր ազգային գաղափարներով ուժերին։ Հանրապետություն կուսակցությունը եւ Քեմալական քաղաքացիական պայմանագիրը արդեն ակնհայտորեն գործում են թուրքական տիրույթում, կատարում են թուրքերի հրահանգները, մեր թշնամի երկու պետությունների հրահանգները եւ ազգային արժանապատվությունը ու ազգային զարթոնքը հենց այսօր է, որ պիտի վերհառնեն, արթնանան եւ մենք կարողանանք ասել, որ հայի արժանապատվությունը հաղթեց թուրքին, նենք ազգադավ ազգակործան ծրագրերին։ Շնորհակալություն տիկին։ Շնորհակալություն։